Կիսաբացի կնիկն է։ Ինչքանով էր պատմություններն իրական։ Եթե մենք այդքան տաղանդավոր դերասաններ ունենայինք, այսքան ապաշնոր վիճակում չէինք լինի, հատկապես մեր հեռուստատեսային ոլորտում։ Քաղաքապետարանում շատ հաճախ հիշեցնում են քեզ, որ դու կիսաբաց լուսամուտներից ես։ Համատարած չիմացությունը, քաղաքային միջավայրի, երկրի իրադարձությունների, չգիտեմ, անվտանգության բերել են մեզ այսօրվան, երբ մենք փորձում ենք պայքարել հումորի միջոցով։ Ես ինչ ահավոր տիպ ես դու։ Ինչ լավ է, ողջունում են, ուրեմն հարգում են, լավ։ Ծեծում ա, ուրեմն սիրում ա, մի տեսակ դրաներ նման։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է հասարակական գործիչ Նարե Արամյանը։ Ողջույն։ Ողջույն, ինչ ուրախ եմ։ Ինչպե՞ս ես։ Հիանալի, որովհետև այն էլ մեր ժամանակներում հազվադեպ է լինում, որ կարողանում ենք ուրախ դե առնվազն դրական տրամադրություն ունենալ, այսօր այդ օրն է։ Այո։ Նարե, հետաքրքիր է, դու շատ լայն գործունեություն ես իրականում ծավալում, բայց միևնույն է, երբ որ մարդկանց ասում է օրինակ վաղը ինձ հյուր է գալու Նարե Արամյանը, ասում են կիսաբաց լուսամուտների, անունդ մնաց կիսաբացի շրջանակներում։ Ընդ քեզ ինչքանով է դուր գալիս։ Դե նախ եւ առաջ այստեղ չենք էլ մտածում դուր գալիս է թե չէ, դա ուղղակի այդպես է, թե փաստ է, բայց մյուս կողմից էլ երբ որ ես հասկանում եմ, որ դա շատ կարևոր ժամանակահատված էր իմ կյանքում, որովհետև մենք կարևոր գործի էինք, լուրջ բաներ էլ ասեմ, էլի, դա ավելի ոգևորում է եւ պարտավորությունում, որովհետև արդյունքում մեզ միևնույն է նայելու են այդ ուղղությամբ, չէ, որ ինչ-որ սոցիալական, օգնության, աջակցության տարբեր ծրագրեր են անում։ Մի քիչ շատ է պարտավորությունում, բայց միևնույն է ուրախալ է, որ կիսաբացի կնիկն է։ Այո, կիսաբացի։ Ավելի բաց դուք այնտեղ եք խաղում։ Խաղում էինք, այո։ Այ կիսաբաց լուսամուտները քո գործունեության մեջ ինչքանով օգուտ տվեց։ Եվ իսկապես ուզում եմ հասկանալ, այդ պատմությունները շատերին հետաքրքրում է։ Իրական էին ի վերջո, թե բեմադրած բաներ ինչ որ ամեն դեպքում կային։ Տեսեք, առաջինը հենց դրանով էլ երևի պայմանավորված է, որ շատ ուղղություններով են աշխատանք, ընդհանրապես դա ախտորոշման նման մի բան է, բայց ճանաչելիության խնդիր կար այստեղ։ Իհարկե շատ մարդիկ հիմնականում մեծամասնությունը ուզում են լինել ճանաչելի, դա աշխարհում է այդպես, բայց պետք է կարևորել թե ինչով, նպատակը որն է եւ ինչով լինի, հա, ճանաչելի։ Դա ինչ շատ բնականաբար օգնել է տարբեր մարդկանց խնդիրները լուծելու համար, այսինքն երբ որ դու ինչ-որ մեկին զանգում ես շատ հանգիստ, կարելի ասել կուլտուրական խոսելու, բայց հանկարծ որ իմանում են դու ով ես, մի անգամից այնպեսի մթնոլորտ է ստացվում, որ չարից ես դա ամեն ուզում ես խնդիրը լուծել։ Դա շատ օգնել է մարդկանց խնդիրները լուծելուն եւ հույս ունեմ, ինչքան երկար հիշեն, այնքան երկար դա տեղի կունենա, բայց իհարկե շատ է նաև ոչ թե խանգարում, հուզում է, շատ լավ է, որ մարդիկ ճանաչում են, դու շփվում ես, ուզում ես իմանալ նույնպես իրենց խնդիրները, լավ ես քեզ զգում, բայց շատ խանգարում է, որովհետև դու չես կարողանում նաև այլ ոլորտներում որևէ հարց բարձրացնել, անընդհատ քեզ հիշեցնում են, որ դու այս ոլորտից ես եւ վերջ։ Հարցի երկրորդ մասին անցնենք նաև, թե ինչքանով է պատմություններն իրական։ Պատմությունների իրականության մասով ես միշտ ասում եմ դուք պատկերացնում եք առանց որևէ մեկին վիրավորելու, չնայած երևի մի քիչ էլ վիրավորելով, եթե մենք այդքան տաղանդավոր դերասաններ ունենայինք, այսքան ապաշնոր վիճակում չէինք լինի, հատկապես մեր հեռուստատեսային ոլորտում, այդ թվում եւ սերիալների, հա, որովհետեւ մենք այսպիսի խաղացողներ ունենայինք եւ օգտագործեինք նրանց միայն կիսաբաց լուսամուտներում նորմալ չէր լինի։ Բայց մեր ամենավատ կողմը հենց դա է, որ մեզ թվում է, որ այդ դեպքերն իրական չեն, որովհետև այդ մարդիկ պետք է մեզանում գոյություն չունենան, մեր շարքերում չլինեն, մեր շրջապատում չլինեն, մեր երկրում չլինեն, դա այդպես չէ։ Այդ մարդիկ ավելի քան իրական են։ Երբ դու գնացիր կիսաբաց լուսամուտները, այսպես թե այնպես դու շատ ես առնչություն ունեցել մարդկանց հետ։ Բայց դու պատկերացնում ես, որ հասարակության մեծ մասը, լավ, չասեմ մեծ մասը, այդ արդյունքն է, էլի այդ վիճակում է գտնվում։ Դու մտածում էիր դա։ Սկզբից չէ,
Բայց երբ որ ես գնում եի օրինակ տարբեր տեղեր այդ մարդկանց խնդիրներով կամ այսպես թե այնպես առնչվում էի, ես հասկանում եի, որ նրանք, ովքեր պարտավորված են այդ խնդիրները լուծելու, գտնվում են ոչ ավելի լավ վիճակում։ Գիտեք, եւ այդպես ասելով ես ոչ թե նկատում եմ, որ դա պետք է լինի, այսպեսի մարդիկ էլ կան, այլ ոչ, այո, կա թշվառության մի իրավիճակ, որը կապ չունի թե հասարակության որ խավին կամ խմբին է վերաբերում, դա կա։ Հետո գալիս է ուզես չուզես սկզբում վայ ո՞նց կլինի, կամ մենք կփոխենք, բայց հետո գալիս է ինչ որ միտեղ համակերպման մասը, հա, որ ասում ես դա ուրեմն պետք է համակերպվենք կամ աշխատենք կամ ոչինչ չանենք։ Դե սովորաբար դրում ես աշխատել է, այն էլ որովհետև պետք է ապացուցես քեզ, որ ողջ ես եւ շատ աշխատունակ կամ ինչ որ մեկի համար մի լավ բան անող, բայց դե իհարկե դա որևէ կերպ չի արդարացնում մեր միևնույն է գնալով ավելի բարոյալքված եւ թշվառ վիճակ։ Լավ, իսկ ի վերջո կիսաբաց լուսամուտների հերոսներին դուք ինչքանով կարողացաք օգտակար լինել։ Տարբեր իհարկե, հասկանալի է, որ անհնարին է մեկ հաղորդաշարի շրջանակներում բոլորի եւ բոլոր հարցերը լուծել։ Դա բացառված բան է։ Բայց դրա կարևորագույն նպատակը չէ որ պետք է լիներ, որպեսզի մարդիկ տեսնեն այդ վերհանված խնդիրները, տեսնեն, որ դրանք համատարած եւ ավելին համակարգային բնույթ են կրում եւ կարողանան վերջնականորեն լուծել ամենաբարձր մակարդակում։ Իհարկե դա չի հաջողվել եւ որևէ ժամանակում կարող է միանշանակ փաստել հաղորդման ամբողջ ընթացքում, սակայն առանձին մարդկանց իրենց խնդիրներով, սկսած փոքրիկ իրավական խնդրից մինչեւ նրանց իրոք բարեկեցություն, այդ թվում եւ ուղղակի կեցության ինչ որ մի տեղի տանիքի ապահովմամբ դա իհարկե հաջողվել է։ Բարեբախտաբար բնականաբար մեր ընկերների, կամավորների եւ իհարկե բարերարների միջոցով։ Վստահ եմ շատերը գիտեն, որ նաև ավականու անդամ ես դու։ Այո, Երևան։ Եվ շատ հետաքրքիր է, որ հենց քաղաքապետարանում շատ հաճախ հիշեցնում են քեզ, որ դու կիսաբաց լուսամուտներից ես։ Դա առանց դրա չի լինում, այո։ Ինչու է այդպես։ Ես միշտ նրանց իհարկե տեսնում եմ հյուրի խնդիր ունեցող մարդկանց կարգավիճակում, որովհետեւ կիսաբաց ամեն դեպքում ազդեցություն թողել եմ։ Դե չի կարող այդպես չլինել, որովհետեւ դու պատկերացնում ես, եթե դու ամեն քո հետ առնչվողին չվերաբերես որպես ինչ որ մեկին ով օգնության կարիքն ունի, ընդհանուր միջև մտավոր հաշմանդամության խնդիրներ ունեցող, այդ պահին անմիջական միջամտության կարիք ունեցող մեկի, դու կսկսես բոլորի հետ իրապես կռվել, որովհետև այդ մարդկանց հետ որևէ կերպ քաղաքակիրթ լեզու գտնել հնարավոր չէ եւ ես սկսում եմ միանգամից փորձել հասկանալ արդյոք միայն ծաղրերը բավարար կլինի այդ պայմաններում, չգիտեմ, ինչ որ մի արձագանքի, թե եկեք փորձենք օրինակ շտապօգնություն կանչել հատուկ հոգեբուժական թիմով։ Բարդ է, բայց այո, այդ նույն ախտորոշման մակարդակները մեզ օգնում են ինչ որ կերպ գոնե հաղթահարել եւ անցնել առաջ։ Առնվազն որպեսզի դիմացինին ծանր մարմնական, լավ թեթև մարմնական վնասվածքներ չպատճառեն։ Դու ինչպես ես նիստերն անցկացնում, ինձ դա է հետաքրքրում։ Առհասարակ ավականու նիստերը ոնց է անցնում։ Եթե դու այնտեղ կասած ցավալիորեն թե բարեբախտաբար ես ինչ եք ասում եմ, համեստ ես շատ հավասարակշռված եմ։ Բոլորս գիտենք։ Այնտեղ ես այո այդպեսին եմ։ Ցավոք սրտի եմ ասում, թե նորից բարեբախտաբար ես Տեղորայքային միջամտությանը չեմ դիմում, բայց ես զգում եմ, որ արդեն ժամանակն է, որովհետև պետք է այնպիսի միջոցներ օգտագործել, անգամ բուսական ծագման, որպեսզի դու լինես ավելի ոչ նյարդային եւ այդ ազդակները, որոնք ինչ որ առանձնյակների խմբավորումների կողմից միտումնավոր տրվում են, որպեսզի քաղաքակրթության հետ իրենց նույնականացնող մարդիկ շարքից դուրս գան, իհարկե դա որպեսզի նրանց չհաջողվի, մենք դիմում ենք սարկազմին եւ դա լավագույն ձևն է բթացնելու այդ պահի ամբողջ ողբերգությունը, որովհետև իրականում այն ինչ նրանք անում են բացարձակ անհանդուրժելի անկարելի է։ Գիտեք, այո, գուցե դա հասկանալի է շատերին, շատերը ընդունում են եւ այլն, բայց դա զուտ նրանից է, որ այդ համատարած չիմացությունը, քաղաքային միջավայրի, երկրի իրադարձությունների, չգիտեմ, անվտանգության շատ բաներ կարող եմ ասել, բերել են մեզ այսօրվան, երբ մենք փորձում ենք պայքարել հումորի միջոցով։ Ամենից շատ ինչ հարցով են դիմում քաղաքացիները։ Այնքան տարբեր է եւ շատ ամաչում եմ մի կողմից, որ օրինակ 21-րդ դարում մենք պետք է լծվենք ոչ թե ռազմավարական հայեցակարգային զուրջ խնդիրների կամ ծրագրերի, հա, ստեղծմանը, լուծմանը,
այլ օրինակ փորձենք կոյուղու շրիշակի եւ այդպիսի մակարդակների խնդիր լուծել, որովհետեւ այո, մենք ունենք այնպիսի բացեր, որոնք թույլ չեն տալիս ուղղակի հասկանալ, թե ինչպես կարելի է գումար ծախսել համայնքային միջոցից, ուղղելով դա ինչ որ միջոցառումների, որոնք որևէ կերպ արդարացված լինել չեն կարող։ Անկամ եթե դրանք շատ կարեւոր են, օրինակ հանրության ընդհանուր ենթադրենք ճաշակի բարձրացմանը։ Եվ այդ տարբեր խնդիրների լուծման ընթացքը շատ ավելի կարևոր է, քան բուն լուծումը, որովհետև այդ ընթացքի ժամանակ հասկանում ես, թե ինչքան շատ ավելի խորն է իրավիճակի սրությունը։ Արի պատկերացնենք դու քաղաքապետն ես Երևանի։ Որտեղից պետք է սկսես եւ ինչով ավարտես։ Տեսեք, ընդհանրապես դա երևի հենց առաջին սխալն է, որ մենք պատկերացնում ենք, դա պետք է կամ կարող է լինել մեկ մարդու լիազորությունների կամ պատասխանատվության, այո, բայց ոչ լիազորությունների եւ հնարավորությունների շրջանակում։ Ինչու, որովհետեւ դա միայն կարող է լինել թիմային աշխատանք եւ դա չպետք է լինի թիմային աշխատանք, բայց ղեկավարում ես դու։ Այո, այդպես պատկերացրու։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ մարդիկ, ովքեր երբևէ 3 եւ 6 հոգու չեն ղեկավարել, ինչպես կարող են ղեկավարել 60-ին, 600-ին եւ առավել եւս 6000-ին եւ ավելին։ Այստեղ կարևոր խնդիր է հասկանալ, թե ինչ է պետք անել եւ որտեղից է պետք սկսել։ Առաջինը պատասխանատվությունից պետք է ձերբազատվել եւ յուրաքանչյուր ոլորտում դնել իրենց պատասխանատուներին, բայց իհարկե պարզ է, որ եթե լուրջ, ապա մենք պետք է միանշանակ հասկանանք մեր կարևորագույն խնդիրները քաղաքային տնտեսության եւ ընդհանուր միջավայրի առավել եւս այնպիսի սուր խնդիրներ, ինչպիսին են տրանսպորտը, բնականաբար աղբահանությունը եւ այլ այդպիսի խնդիրներ, ինչպես պետք է անել առաջին հերթին համակարգային լուծումների տեսանկյունից եւ ինչ է պետք անել, որպեսզի այն բացարձակ կոռուպցիան, որը մենք տեսնում ենք տարիներ շարունակ, իսպառ բացառվի։ Իհարկե քո մասին կոմենտները, մեկնաբանությունները բազմազան են, վստահ եմ դու ես հանդիպել, բայց մի թեմա կար, որ էլի շատ հետաքրքիր էր, ասում են կենդանիների պաշտպանը, երևի կենդանիներին ավելի շատ է սիրում եւ տեղ տալիս, քան մարդկանց։ Գիտեք, քեզ կատա կես լուրջ, ես միշտ ասում եմ, որ ես զբաղվում եմ կենդանիների, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանությամբ, որովհետեւ դա քեզ չեմ զանազանում, որովհետեւ նրանք ովքեր շնչավոր են եւ ունեն նյարդային համակարգ, հետեւաբար զգում են ցավ, մենք պետք է նրանց առնվազն նույնպիսի հարգանքով վերաբերենք, կապ չունի թե ինչ գործողությունների համար են նրանք, օրինակ մեր ընկերակիցն են, մեր գյուղատնտեսական կենդանին են կամ եւ այլն, մենք պետք է հասկանանք գոնե հարգանքը կյանքի նկատմամբ շատ կարեւոր է, բայց այո, ես կենդանիներին սիրում եմ, իսկ մարդկանց, այո, մարդկանց ոչ, եւ բարեբախտաբար հենց շապիկի գրվածքն էլ նվիրվում է այն մարդկանց, ովքեր հիմար մեկնաբանություններ են անում, դա որ քո կարծիքը կարեւոր է, նա առնվազն նշանակություն ունի, բայց ոչ ինձ համար, որովհետեւ մենք մեր ուղին ընտրում ենք ու ուզենք չուզենք, այլևս պետք է ուշադրություն չդարձնենք ով ինչպիսի պետք է ասել կիսագրագետ կարծիքներ ունի, որովհետև նրանք պետք է լծված լինեն նույնպես աշխատելուն, ոչ թե մեկնաբանելուն այլոց աշխատանքը։ Իսկ որ շրջանից հասկացել, որ դու կենդանիների հանդեպ շատ մեծ սեր ունես եւ նրանց պետք է պաշտպանել։ Գիտեք, այդ չի գալիս, որովհետև դու մարդասեր ես, կենդանասեր ես։ Մենք ունենք Propose կազմակերպությունը, որը հիմնվել է դեռևս 2006 թվականին Մեծ Բրիտանիայում, բայց հատուկ Հայաստանի կենդանիների հիմնախնդիրների լուծման համար։ Իհարկե մենք ունենք բազմաթիվ գործընկերներ, ինչպես արտերկրում եւ միջազգային կազմակերպությունից, բայց իհարկե նաեւ Հայաստանում եւ շատ կարեւոր են այդ բոլոր գործընկերները մեզ համար։ Այլ է խնդիրը, որ մենք դժվար ենք գալիս նման ավելի քաղաքակիրթ լուծումներին, զարգացման այդքան բարձր, ես կասեի նվազ մակարդակի վրա ենք, բարձր մակարդակի վրա չենք, որովհետև մենք տեղեկատվական դաշտում ունենք շատ լուրջ աղմուկ, աղբ, այդ ամենը մեզ խանգարում է հասկանալ եւ կենտրոնանալ հասարակության կյանքի տարբեր զարգացման ոլորտների վրա եւ այդ թվում կենդանիների։ Ես կենդանիների մասին առաջինը հասկացա, որ դա ինձ համար կարեւոր է եւ ես դա ինձ վերագրում եմ որպես առաքելություն, եւ դեռ փոքր էի, լավ փոքր չէի, հա, երևի երիտասարդ են դա անվանում, հիմա արդեն տարեց եմ, բայց սկսեցի լրջորեն աշխատել
ինչքան է 100 դար առաջ, հա, իմ այսքան կյանքից շատ սարսափելի է ամեն ինչ, մենք փաստորեն նաև ծերացել ենք, բայց 20-ից ավել, 25-ից ավել տարիների ընթացքում ես կարող եմ ասել շատ նվաճումների կողքին մենք դեռևս չափազանց հետամնացենք։ Ցավոք։ Այո։ Նարե ամենահետաքրքիր կոմենտը, որ հանդիպել ես քո մասին, ո՞րն է եղել։ Գիտեք, հետաքրքիրը չգիտեմ, որովհետև ես չեմ կարդում կոմենտները, նախ ժամանակ չունեմ, երկրորդ հերթին միևնույն է, ինչքան էլ թքած ունես, միևնույն է, ինչ որ մեկը կարող է ազդել ու դու ասես, վայ, ու սկսես դրանով տարվել կամ դա ազդի քո նյարդային համակարգի վրա։ Բայց վստահ եմ մարդիկ կնեն, որ գոնե սկրինշոթեր կուղարկեն։ Ամենասիրելի պահս եւ հիմնականում տեսեք շատ վատ է, ես ընտրված մեկն եմ, հա, այսինքն ավելի քան երբևէ ես չեմ կարող ասել մարդկանց, որ նրանք մի փոքր այդքան էլ ինտելեկտից չեն փայլում, առանձնահատուկ շնորհալիների թեմաներին անդրադառնալիս պետք է ասել, որ այո, մարդիկ մեծամասամբ հիմար են։ Ինչու՞, որովհետև մենք հիմա մոռանանք, հա, որ մենք ընտրվող ենք կամ առավելևս ընտրող։ Մարդիկ չեն հասկանում, որ որպես այդպեսի, եթե լուրջ ասենք, հասարակական կարծիք, հասկացությունը շատ պայմանական է, որովհետև առնվազն մի քանի խնդիր կա, որ պետք է լուծվի, որպեսզի հասարակական կարծիք լինի։ Նախ այդ հասարակության բոլոր անդամները պետք է ունենան կարծիք։ Սա արդեն դժվարացնում է ամեն ինչ, կարող ենք եւ չշարունակել, բայց ամենազվարճալիները միշտ թեմայից դուրս մեկնաբանություններ են, երբ մի տատիկ օրինակ գրել է, ես միջև հիմա ուզում եմ գտնեմ այդ մարդկանց, ասում կներեք, որ ես այդպես ներվայնացրեցի, գրել էր, ինչ անհրապույր կին է, տատիկ զառամյալ թորնիկներով եւ մի երիտասարդ տղա ներքևում գրել էր, ուզում եք ամուսնանալ հետ, հասկանում եք, որովհետեւ այո, մի կողմից էլ դա կարող է նաև լրիվ հակառակը լինել, հա, լինեն երիտասարդները այդպիսի մի բան գրող եւ մեծ, որովհետեւ դա տարիքի հետ կապակցված չէ, դա կապված չէ մասնագիտության հետ, դա ոչ մի այդպիսի բանի հետ կապված չէ, դա անգամ կապված չէ ազգության կամ բնակության վայրի հետ, դա կապված է միայն մարդու հստակ զարգացման եւ կիրթ լինելու հետ։ Ես չեմ կարող այդպիսի գրել, ինչքան էլ մարդիկ կարծում են, որ ես կարող եմ յուրաքանչյուր մեկին հա այսպես հզզել, այնուամենայնիվ ես չեմ կարող այդպիսի բաներ գրել ոչ հանրային դաշտում եւ երևի թե կռվի ժամանակ էլ այդպիսի բառեր չկարողանա, հայհոյել կարող եմ, բայց կռվի ժամանակ մարդուն փորձել իր արտաքինին կպնել, չգիտեմ, լավ է չի ասում, այդ թիթեռնիկ թրթիչներ, օրինակ, չգիտեմ, դա այնքան հիմար բաներ են, որ ես դրանց ուշադրություն դարձնել չեմ կարող, բայց հետաքրքիր կլիներ ամենասուր մեկնաբանությունները լսել, տեսնել եւ հանդիպել այդ մարդկանց։ Պատրաստ կլինեիր այդ սուրբ մեկնաբանություն գրողներից հանդիպել առերես։ Բայց իհարկե, որովհետև ես նրանց դիտարկում եմ ինչ որ մի փորձարարության մաս, այսինքն դա միշտ հետաքրքիր է գիտական տեսանկյունից եւ առավել եւս հասարակագիտության տեսանկյունից։ Նման դեպք չի եղել, այսինքն այսքան ժամանակ։ Որ մարդկանց հանդիպեմ երբեք։ Այսօր ունես այդ հնարավորությունը։ Ինչ բոլորը տատիկ են, բոլորը գալու են։ Իրականում ստում եմ, բայց շատ հետաքրքիր է եւ լավ միտք էր բայց։ Եկեք անենք։ Տեղում լավ միտք է, կա պատկերացրու ինչ որ մեկը քեզ հայոյանք է գրել ու հիմա նա գալիս է տաղավար։ Պատկերացրու քանի լեզվով նա կստանա իր պատասխանը, չէ, ես էլի համեստ եւ շատ զուս պրոյեկտին եմ, այո։ Նարը մինչև կոմենտներին անցնելը, իհարկե մեր հաղորդումը գիտես կոմենտների մասին է։ Շատ հետաքրքիր է։ Այո։ Առաջարկում եմ ջուր խմենք, պատրաստվենք, զովանանք եւ շնչառական վարժություններ էլ կանենք, շատ լավ։ Անցնենք կոմենտներին։ Խնդրում եմ մեզ ջուր կբերեք։ Եկավ մեր ջուրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Զակուսկին էլ բերեք, խնդրում եմ։ Լավն է։ Շատ կարևոր է, որ գազավորված է, սովորական ջուր չեմ խմում։ Հա։ Տարօրինակը, բայց Ես էլ եմ գազավորված ջրից եմ միայն հագենում, իրականում սովորականից ես բացարձակ չեմ հագենում։ Շատ լավն է։ Բայց սա շշալցված ջուր չէ։ Եվ հիմա կպարզվի, որ դրա մեջ թունաքիմիկատներ կան, որոնցից մենք շուտով կմահանանք, բայց
Պիկիկ փոխենք մեր բաժակները։ Ինչ է հաղորդման վերջ, դու էլ չես լինի։ Հաշվում ենք Փաստորեն չգիտի, բնարեն, հիմա կբացատրենք, սա իրականում ծորակից եկող ջուր է, որը անմիջապես տալիս է գազավորված ջուր, դա գրոհե բլյու համակարգի միջոցով է այդպես։ Սա տանը պետք է ունենալ, ուրեմն։ Այո, շատ հետաքրքիր էր, որ տեղյակ չէիր, հիմա վերջին շրջանում ովքեր գալիս են մեր տաղավար, ծանոթ են լինում գրոհե բլյու արտադրանքին եւ էլ կարիք չի լինում ներկայացնելու։ Որ ես քեզ ծանոթ եմ, ինձ լրիվ բավարար է, բայց հիմա փաստորեն եւս մեկ կարևոր ձեռքբերում կլինի։ United Technical Service-ը, որը ներկայացնում է գրոհե մասնագիտացված սրահը, ունի գրոհե բլյու ծորակը, որը գերմանական արտադրանք է, Գերմանիայից է ներմուծվում Հայաստան։ Ծորակից անմիջապես բացի ֆիլտրված սառը եւ տաք ջրից տալիս է գազավորված նաև թույլ գազավորված ջուր։ Այնպես որ կարող եք մշտապես տան ունենալ եւ խմել։ Իսկ փորձելու համար կարող եք այցելել Դավիթ անհախտինը, որպեսզի ինքներդ համոզվեք։ Կարող է տաղավար չգան, թող գնան իրենց մոտ ավելի մանրամասն։ Մենք զբաղված ենք, չենք։ Այսքան բան։ Համովեր։ Շոտ։ Գրոհե։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop Գրոհե.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Նարեկ կենդանիների հանդեպ սիրուց է եկել, որ դարձել ես վեգան։ Գիտեք, դե, հա, որովհետև իրականում ես կարիք չունեմ ինչ-որ մեկին առավել եւս մեր ընկերներին ուտելու, երջանիկ լինելու համար։ Գիտեք, մենք չենք ուտում, որովհետև օգուտ է, որովհետև մենք ուտում ենք բկլիկ ենք, մենք հիմնականում կամ սիրում ենք այն ամեն ինչը, ինչ որ այդքան էլ առողջարար չի եւ հիմնական վնաս։ Ես վնասակար սնունդ շատ եմ սիրում։ Դա սնունդ էլ չի կարելի անվանել, դա չգիտես ինչա, թափոններ, այո, եւ քանի որ այդ ամենը կա բուսականում են զզվելի չիփսերը, ահավոր թունավոր ըմպելիքները, ես դրա համար ինձ շատ հեշտ է բուսակեր լինելը, բայց իրականում ես կարիք չունեմ իսկապես ոչ մեկին ուտելու, երջանիկ լինելու համար։ Ես առաջարկում եմ այցելել The Garden, մեր գործընկերոջ մոտ, որը Մաշտոցի պողոտայի վրա է գտնվում, բավականին հաճելի միջավայրով ռեստորան է, իհարկե ֆանտաստիկ ծովամթերքներ կա այնտեղ, սթեյքի լայն տեսականի։ Իսկ բուսական, ինչ կա աղցաններից, իսկ թունավոր, չէ, այնտեղ առողջ է հիմնականում ամեն բան։ Վստահ եմ ընկերներ թե ժամանակ անցկացնում ես դրսում մի օր էլ ժամանակ տրամադրեք եւ գնացեք մեր գործընկերոջ մոտ The Garden։ Անպատճառ, որտեվ համով ուտելիքը աշխարհի ամենակարևոր բանն է, որտեվ միակ շարժիչ ուժն է մնացել մեր օրերում։ Մեր կյանքի միակ հաճույքն է դարձել։ Կոմենտերին ենք անցնում։ Ուֆ, այո, ես սրտատրոփ չկոտրեք սիրտս, ես չեմ ուզում պատմել։ Գնանք առաջինից, ես, ահա, պատրաստ ես։ Ես ինչ ագրեսիվ կնիկ ա։ Լուրջ, ինչ լավ ա, ողնում են, ուրեմն հարգում են, լավ։ Ծեծում ա, ուրեմն սիրում ա, մի տեսակ դրաներ նման։ Շատ։ Այդպես հիմա ասում են խելացի գրագետ հյուր ունեք։ Ես ուրախ եմ, որ մեր երամի մարդկանցով մենք շատ ենք համախոհներով։ Հիմա տես ինչ են ասում քեզ։ Բժշկությունը սարքի անվճար բոլորի համար։ Ուսումը անվճար բոլորի համար պետք է լինի, աշխատավարձը, թոշակը 3 անգամ բարձրացրու, 150 թող լինի տրանսպորտը, ոչինչ։ Այսինքն ուզում են ասեն իբրև այն մնացած հարցերն են կարևոր, դա չէ, տեսեք այդ առաջին երկրորդայինն է, բայց
Okay, եթե այդ ամեն ինչը արվի, կարելի է տրանսպորտ անգամ 200 դարձնել նույն մարդկանց համար։ Այո, ինձ էստեղ ամենաշատը դուր է գալիս, որ գիտեմ բժշկությունը, ուսումը դու ես դարձնելու անվճար։ Ինձ դա է ամենաշատը դուր գալիս։ Իսկ ես հասկանում եմ հավատում են իմ ուժերին, ինչու պետք չէ քարգցել այ նրանց հույսերի վրա։ Նույն տեսանյութի մեկնաբանության դաշտում գրել են. «Էս ինչ ահավոր տիպ ես դու»։ Չգիտեմ, ահավոր բառներ ավելի դուրեկան, թե տիպը։ Բայց հաստատ աղջիկ չի գրող։ Հիմա ասեմ։ Հա, Հովիկն է։ Հիմա տեսնես այս Նարեն ամուսին ունի, ոնց որ մի տեսակ ատում է բոլոր տղամարդկանց։ Ես իհարկե չի շտապի մարդ քառատարը տղա երկվանքի հետ մեկ բառի մեջ օգտագործել, բայց բարեբախտաբար պետք չի անիծել տղաներին ու պետք է այլեր ամուսնանալ իհարկե ոչ բարեբախտաբար ես ամուսին չունեմ կարող եք հանգիստ լինել երիտասարդ չեմ էլ ունենալու տունն եմ մնացել։ Իդեպ կոմենտներում մեկը գրել էր որ այնքան ասես լրբություն արեց տանն է մնա։ Ճիշտ են ասում, հասկանում եք, այո ամբողջի լեզվով ճշմարտությունն է խոսում։ Ես էլ ուղղակի չառանձնացրեցի կոմենտը, ասեցի լավ դեմ, ինչի համար ես այդպեսի բան, որպեսզի ինձ տանեն վերջապես, ես տանը չմնամ։ Վայ։ Ահա, մեկը գրել է Նարե ջան, քեզ ոնց եմ սիրում ու հավանում, դուք կանանց պաշտպանն եք։ Օբյեկտիվորեն այո, ես կարծում եմ, որ գրողը կին պետք է լինի եւ սիրով կտեսնեմ իրենց մեր շարժումների տարբեր եւ պայքարների շրջանում, այո։ Դու ճիշտ նկատեցիր, այո, գրողը կին էր եւ հիմա մի այլ կին էր, այդ կնոջը գրել է. Նարեի ինչն է սիրում, զզվելի տիպը։ Այո, գիտեք, ամենավատը այդ բռնության ենթարկված, բայց այդ բռնությունը սիրող կանայք են, որոնց Նարին է պաշտպանել, բայց դա հենց այդ տեսակն է։ Եթե խփում է, ուրեմն սիրում է։ Ներդարձակի մասը մենք ենք։ Հիմա ասում են, որ Նարե առանց քեզ կիսաբաց չենք դիտում։ Այս կոմենտը շատ էր։ Գիտեք, այս կոմենտի համար ես շատ ուզում եմ, որ կիսաբաց լուսամուտները հենց այդ նույն ֆորմատով, այդ նույն ձևաչափով, նույն ամեն ինչով վերադառնա, որովհետև իրականում դա ես ոչ միայն շոյված եմ ինձ զգում, այլ նաև ոնց ասեցինք մի քիչ պարտավորված, էլի շարունակենք։ Տես ինչ են գրել, Նարեի գեղեցկությանը չափ ու սահման չկա, կատարյալ, բայց բնական գեղեցկության կին է։ Ես կարծում եմ, որ նրանք ինձ տեսել են տակավին երիտասարդ, դա չի եղել վերջերս։ Նա ցույց տամ։ Եվ երևի տեսել են ավելի շատ ոչ թե էկրանից, զարհուրելի ստոպ կադրով եկի, իմ ամենաչհաջողվածներից մեկը, բայց ես ենթադրում եմ, որ երևի իրականում բնականից է տեսել, որտեղ այդտեղ ես էլ ավելի, ինչպես է կարծրատիպերը, չի, որ մարդիկը լայն են, ոնց կարելի է լինել, պետք է բոլորը լինեն նույն չափերի մեջ։ Բայց շատ գեղեցիկ ես ինչ ես Այն շատ զգացված եմ, այսօր օրինակ եմ վերցրել միայն ձեզանից, սիրելիս։ Չէ, իրականում դու միշտ գեղեցիկ ես եղել։ Մեկը գրել է Նարեին կնոպկայից անջատեք, էլի խնդրում եմ։ Այ, գիտեք, Նարեն կնոպկեն կորցրել է, կնոպկեն գտեք, Նարենին իրանք անջատի։ Հիմա ասում են, Նարեն հերթ չի տալիս խոսելու, ձենն էլ ականջածակում, մի քիչ քաշի։ Իրականում ճիշտ է ասում։ Եթե չասենք, որ ինքը այնքան դատարկամիտ է, որ փորձում ասել, որ մի քիչ խոսա, չի դու ես խոսալու իմ տեղը։ Բայց դե ճիշտ է ասում, ես բոլորին կարող եմ ընդհատել, կարող եմ ճչալ, կարող եմ ուղղակի չթողել, որ ուրիշները խոսել, այնպես որ հա։ Հիմա այստեղ մեկը գրել է, որ հիանում է ձեզանով, դուք շատ ուժեղ կին եք։ Ուժեղը չգիտեմ, բայց մեր սերը պարտավորեցնող այդպեսին լինել, շնորհակալություն արդեն փոխադարձ է։ Ափսոս անունը չկա գրված, թե չէ անվանական շնորհակալություն կհայտնենք։ Հիմա տես գրել են Նարեն ոնց որ գործ տվող լինի, վրաս ոստիկանություն ա դիմում։ Ինչու ոստիկանների մասին այդպիսի բարձր կարծիքի չեն։ Իրական ես չեմ կարծում, որ դա գործ տալ է, որովհետև մանավանդ եթե ինչ որ իրավիճակով դու չես կարող հարց լուծել, այսինքն ոնց կարող ես լուծել, բայց հետո քեզ կտանի ոստիկանությունը։ Այդ դեպքում միշտ ճիշտ է ոստիկանություն կանչելը, բայց չի պատկերացնում, ես մտածում եմ միշտ ավելի
վատ ավելի կտրուկ եմ արտահայտվում իրավապահների նկատմամբ, սա վստահության ինչ որ հատված է, լավ է։ Երևի ընթացքում շատ ես ասել, ոստիկանությունը ինչի չեք դիմել, ինչի չեք դիմել։ Ես տենց երևի, հա, այդ ամենատրամաբանականն է։ Սա իմ ամենասիրելի կոմենտն է, հիմա որ պետքա կարդամ։ Ես դες կոտրվել։ Ու հենց մեր հաղորդումը սկսեց, ես այս կոմենտը հիշեցի։ Մի աղջիկ գրել է. Մեկ-մեկ ինձ թվում է, Նարեն անգլերեն է խոսում, բան չեմ հասկանում, ինչ ասում։ Բայց դա են երևի հաճախ, չէ՞ գրում, որովհետև գիտեք ինչի՞ց եմ եթար, որ ում տեսնում եմ, որ ասում են, գիտեք, մի քիչ բարդ էր։ Դե երբ որ քեզ մարդ այդպեսի բան ասած, չես ասի ամեն մեկի համար չեմ խոսում, չէ՞, չես ասի, բայց ուզում ես ասես, բայց մի քիչ որ լարվեք կարող է հասկանաք, բայց ոչ մի բան չեմ կարող անել, որ ավելի հիմա էլ չէ խոսում ենք, կարող ավելի հանգիստ բարձ խոսեմ։ Ես հասկացա ինչն է հարցը։ Չի ստացվում։ Լարվել պետք չի հասկանում ես, ուղղակի սենց մի անգամից էս ասամ։ Պետք է ավելի լավ խոսեմ։ Ավելի արագ ես։ Ու կտրում խոսեմ։ Ահա, Նարեն մեկ-մեկ անտանելի է։ Մեկ-մեկ։ Իշտ է։ Միամտաբար կարծում են, որ դա մեկ-մեկ է լինում։ Ահա, տեսելի ինչ են ասում։ Նարեն մնա, սաղին կնստացնի։ Չիտում եմ էլ ոնց է գրած, թե չի ես կասեի բոլոր։ Դե տեսեք, նա ընդհանրապես տրամաբանորեն բոլորը պիտի նստեն, բոլորս պետք է նստեն։ Կանգնած հարմար չի։ Որովհետև կգտնեն։ Առաջին համար ինչի համար նստած, երկրորդն չէ որ նստած իհարկե անհավատ ավելի հարմարավետ է եւ շատ ավելի թեթև մանավանդ որ կարելի է ուտել նստած։ Բայց բոլորին, բայց գրեթե բոլոր ժամանակների պատկան մարմինների ճնշող մեծավաստությանը պայմանավորվեցինք։ Էլի պատկան մարմիններին կապա։ Չեմ կանում։ Հիմա ասում են, Նարեն պետք չի առհասարակ տաղավար թողնել։ Կիսաբացի տաղավարի մասին է խոսքը։ Շատ դժվար կլինի հավատալ, բայց այնքան է եղել, որ ես այդ նույն բանը ասել եմ ոչ միայն իմ, այլ նաև մի քանի այլ փորձագետների մասին, այսինքն առաջին հերթին իմ, որովհետև դե չես կարծել, չէ՞ դրանց մի բեր ինձ միշտ կանչի։ Ինչ։ Օրինակ, մյուս հաղորդման ինչի՞ չեք էլի ինձ կանչելու։ Ինչ եմ ես միայն մեկ հաղորդման ձեր մոտ։ Ինձ պետք է անընդհատ հրավիրել խաղավար։ Այ հենց իրանցին ասում։ Վայ Նարե, շատ լավ։ Ինչ անես։ Եվ վերջին կոմենտը մեր այսօրվա։ Մի կին գրել է. Նարե, քեզ կիսաբաց եմ տալու, այդ քո խոսալուց համար։ Տեսնում եք եւս մեկ հիմնապատճառ, ինչու պետք է վերաբացել կիսաբաց հանրության։ Եվ առաջին եթերում կլինես դու։ Այո, եւ ես ինքս ինձ կտամ կիսաբաց, իրանց կլսեմ, որ ինձ կգան կծեծեն տաղավարում, ասել ինչ լավ է։ Բայց Սպասենք հայտնի կինը, թե ես անիմաստ էսպես վստահ խոսում եմ գալու ծեծի, չի գալու, չէ, էդի ձեր պահած բաց։ Ես վստահ եմ, դու քեզ ոչ մեկ չի կարա ծեծի։ Մի թարս ուդար։ Նարե, մի բան էլ հետաքրքրեց։ Այդ որ գալիս էին տաղավարում իրար ծեծում էին, այդ ժամանակ քո արձագանքը։ Քեզ իմանալով զուտ, ես մտածում եմ դու պետք է խնդայիր։ Չէ, զսպում եմ։ Չեմ պատկերացնում, չէ՞ որ կարող ես կաշկանդվեմ։ Վատ բաներ չեմ կարող ասել, ախր չեմ, իմը ինչի ես ինձ սադրում, ես չեմ հասկանում։ Ուզում եմ, էլի իրականությունը իմանալ։ Չէ, ես աշխատել եմ, երբեք չխառնում եմ հատկապես ֆիզիկական կոնտակտի տեսանկյունից։ Չեմ ուզում պատճառներ ասեմ, դրանք որևէ կերպ մարդասիրական չեն։ Եվ ամենավատ ձևով են ինձ նկարագրում, ինձ թվում է արդեն բավականաչափ վատ նկարագիր ունեմ, ես կարող եմ չխորացնել իրավիճակը, բայց քանի որ շատ մարդիկ են խառնում եւ դա իդոք շատ ծիծաղելի է։ Ես գիտեմ, չէ՞։ Իրականում բռնությունը միշտ դատապարտել է դրանում որևէ ծիծաղելի բան չկա։ Բայց հասկանում եք, դրանք շատ ավելի մարդկային այդ սխալ չարության արտահայտման ձևեր են։ Այդ դրա համար է ինձ համար ծիծաղելի։ Դա դրվագները առանց։
Նարե, ես նաև բլից հարցեր եմ պատրաստել քեզ համար, Մի րոպե ես կենտրոնանամ, ես այդքան արագ ես հասկանում եմ, որ տպավորություն եմ թողում բավականին ընկալունակի, բայց մի րոպե բավականին Բայց հիմա բոլոր հարցերը Երևանի մասին է լինելու, քանի որ դու ավականու անդամ ես ի վերջո, ես քեզ հարցեր կտամ, դու շատ երկար մի խոսքի բլից է։ Կարճ ու կոնկրետ պատասխանում ենք։ Հիմա ավականու անդամ, թե քաղաքապետ, որն է ավելի բարդ դիրք։ Ավականու անդամ։ Ավականու անդամ։ Երևանը գիշերային լույսերով, թե առավոտյան խաղաղությամբ։ Միայն գիշերային, որտեղ անտանելի կառուցապատում չի երևում։ Եթե մի փողոց քո անունով լիներ, որ փողոցը կընտրեիր։ Բացի կոմիտասից չէ ուղղակի։ Ինչ որ փողոց, որ այսօր թվով է։ Ահա, շատ լավ։ Երևանի տրանսպորտը զարգացած կուզես լինի, թե պարզ, բայց կազմակերպված։ Միանշանակ պարզ կազմակերպված։ Եթե Երևանը մարդ լիներ, ինչ բնավորություն կունենար ըստ քեզ։ Հախուռն եւ անկազմակերպ։ Քաղաքը մաքուր է դառնում օրենքներով, թե մարդկանց գիտակցությամբ։ Երկուսն էլ, բայց առաջինը օրենքով։ Երևանի մասին ֆիլմ նկարելիս ժանրը որը կլիներ՝ դրամա, կատակերգություն, թե վավերագրական։ Երևի մեկ պատրաստ չենք Երևանի մասին ֆիլմ նկարելու, բայց գոնե փաստավավերագրական ինչ-որ բան անենք։ Եթե կարողանայիր մեկ որոշումով փոխել Երևանը, որը կլիներ առաջինը։ Այնքան բարդ հարցեր եք տալիս։ Էն էլ բլից, հիմա տեսեք սկսեցի մտածել, բլիցը կոտրվեց։ Ոչինչ։ Չգիտեմ, մեկ որոշումը դժվար է, բայց երևի առաջին հերթին ընտրությունները պետք է փոխել։ Քաղաքը կանանց ձեռքում ավելի հարմարավետ կդառնա, քան տղամարդկանց ձեռքում։ Դե չեմ հասկանում, սա արդեն սա դրանք չէ, սա ուղիղ խնդրահարույց իրավիճակի ստեղծումը։ Տեսեք, միանշանակ ժողովրդավարությունը պետք է գնա դեպի կանանց կառավարում։ Տղամարդկանց այսօրվա մեր կառավարման վիճակը ցույց է տալիս պետք է իշխանությունից կտրականապես զրկել եւ առաջին հերթին տեղական ինքնակառավարման մակարդակում։ Ինչ ված հարց տվեցի։ Որին դա գրեթե անհնարին է լուրջ պատասխանել, բայց դա իրոք լուրջ է։ Եվ վերջինը Երևանի ամենահայկական փողոցը ըստ քեզ։ Եթե պահպանվածներից խոսենք, ենթադրում եմ, որ պետք է լինի այսօրվա Աբովյանը, քիչ թե շատ։ Իսկ եթե ավելի միջավայրով, ինձ թվում է Արաբկիրն է, Կոմիտասը։ Շնորհակալություն։ Բլից հարցերն այսքանն էր։ Նարե վերջ հաղորդումն այսքանով ավարտվեց։ Հուսամ քեզ չենք նեղացրել, չնայած պես անհնար է նեղացնելը։ Ինչ եմ խոսում։ Ոստիկանություն չեք կա։ Դրան հետևում կանգնած։ Անձայն են, դա իրենց նման չէ։ Նարե եւս մեկ անգամ շնորհակալություն, որ քո խիտ գրաֆիկի մեջ ժամանակ գտար, եկար։ Վստահ եմ մենք էլի կհանդիպենք, կդառնա շարունակական այս հաղորդումը, դե կիսաբացից հետո անհնար է էլի, քեզ մի քանի անգամ պետքա կանչենք, որ տաղավարը ինձանով, այո, միայն։ Շնորհակալություն։ Իսկ ինձ համար չէ, շատ կարևոր էր, որ ես այսօր եկել եմ, որովհետև ես առաջիկա շատ երկար ժամանակը հենց ձեր հաղորդման միջոցով լինելու եմ ուրախ։ Շնորհակալություն։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր գլխավոր գործընկերն է Grohe մասնագիտացված սրահը, որը Հայաստանում ներկայացնում է United Technical Service-ը։ Grohe կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9 Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։